թողեք հակիրճ ներկայացնեմ, թե ինչ է կատարվում հիմա։ Փաստորեն 2018 թվականին Նիկոլի կողքը կանգնելը և Նիկոլին ձայն տալը շատերի համար մոլորության արդյունք չէր։ Այլապես ինչու պիտի այսօր կրկնվեր այդ նիկոլական վարքագիծը 2025 թվականին։ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավորները նախաձեռնել են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Գործընթացը բաղկացած է որոշման նախագծից, որոշման նախագծի հիմնավորումներից և որոշման նախագծին կից ձևաթղթից։ Այդ ձևաթղթի վրա առկա է 6 պատգամավորի ստորագրություն։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստան խմբակցությունը չի ստորագրել պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնած նախագծի տակ։ Արդեն տարօրինակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում գտնվող իրավաբանները, Ռոբերտ Քոչարյանի պատգամավորները կեղծում են, բայց չեմ զլանա և ևս մեկ անգամ կբացատրեմ, որ եթե կա իրավական ակտի նախագիծ, ապա այդ նախագծի միանալու համար անհրաժեշտ է ստորագրել ոչ թե իմ կամ որևէ մեկ այլ անձի նոթատետրի էջերին, այլ այդ նախաձեռնության նախագծի կից ներկայացված ձևաթղթում։ Հիմա ինձ կհարցնեք, բա էդ ինչ ստորագրություններ են տարածում։ Դա էլ կասեմ։ Միգուցե դա այն ձևաթուղթն է, որը բազմաթիվ անգամներ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ ստորագրել և ուղարկել են Սահմանադրական դատարան այս կամ այն օրենքի կամ օրենքի հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու և պարզելու համար։ Բայց այստեղ մի խնդիր էլ կա։ Այդ ձևաթղթերը ստորագրվել են նաև մեր խմբակցության կողմից, բայց չգիտես թե ինչու Հայաստան խմբակցությունը հրապարակել է միայն իրենց ստորագրած հատվածները։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնության նախագծի, այսինքն ազգային ժողովի որոշման նախագծի սահմանված ձևաչափով ձևաթղթի տակ առկա չէ Հայաստան խմբակցության պատգամավորներից որևէ մեկի ստորագրությունը։ Այնտեղ առկա է 6 պատգամավորի ստորագրություն։ Եվ այդ հրապարակած ձևաթուղթը իրենց հավանական է, որ ուղղակի Սահմանադրական դատարան ուղարկված հերթական տասնյակ ձևաթղթերից ընդամենը մեկի կիսատ օրինակն է։ Այս ամեն ինչը տեսնելով ավելի քան պարզ է դառնում, թե 2018 թվականին ՀՀԿ-ի ու նախագահ Սերժ Սարգսյանի դեմ պայքարի մեջ ովքեր են ունեցել իրենց ուրույն դերը։ Եվ ինչպես ասում են, սպիկտակլյա կոնչին, զանևիս ապուշին։ Այս վարքագծի երկրորդ, բայց ոչ պակաս կարևոր պատճառն այն է, որ 2021 թվականի ընտրություններից շեղվել է միայն 7 հոգանոց պատգամավորական ֆրակցիայի մասով։ Արժիում մեր ներկայությունը շեղել է միակ ընդդիմադիր և միակ իշխանություն պայմանավորվածությունը։ Ռոբերտ Քոչարյան ընդդիմադիրի ու ՔՊ-ի իշխանություն բաշխված դերերով։ Այս աստիճան մանիպուլացնել դուք ձեզ գերազանցեցիք, ընկերներ։